դեպրեսիայի պատճառները շարունակելու են աշխատել ձեր շուրջ ու ձեր ներսում, դեպրեսիան վերադառնալու է։ Հարցի պատասխանը հնարավոր է գտնել միայն փորձելով ու միայն գործողությունների մեջ։ Դուք չեք ունենալու ցանկություն բնականաբար նաև ոչ ֆիզիկապես, ոչ էմոցիոնալ ակտիվանալու։ Ես էլ կարող եմ վաղը ունենալ դեպրեսիա։ Նախկին ցանկությունները էլ ոչ մի էմոցիա այս պահին չեն առաջացնում, իսկ նորը դեռ չկա։ Ու դրա հետևանքով մարդ հայտնվում է ինչ-որ դատարկության կամ վակուումի մեջ, որտեղ ինքը չգիտի ինչից բռնվի, պարբերաբար ինքներդ ձեզ հարցնել, ինչ եմ ես հիմա ուզում։ Իրանք ապրում են գլխի ներսում, իսկ ինչա գլխից ներքև կատարվում մարմնի հետ, առանձնապես էական չի։ Եթե դուք անջատում եք էմոցիաները կամ սկսում եք խուսափեք էմոցիաներից, դուք խուսափում եք բոլոր էմոցիաներից։ Ողջույն սիրելի հետևորդներ, այլ կարծիք ալիքի եթերում unboxing հաղորդաշարն է, որի ընթացքում մենք քննարկում ենք հոգեբանական խնդիրներ, unbox ենք անում ձեզ անհանգստացնող հայցեր, քննարկում ենք հոգեբուժական ախտորոշումներ, ունենում ենք զրույցներ տարբեր մասնագետների հետ, ոլորտի հետ կապված։ Այսօր քննարկելու ենք թեմա, որը կարծում եմ բոլորին է անհանգստացնում։ Եթե ես կորցրել եմ ցանկությունները, եթե ես չգիտեմ ինչ եմ ուզում, եթե ես չգիտեմ ինչն է ինձ հետաքրքիր, եթե այն ինչ որ ինձ հետաքրքրում էր կամ ուրախացնում էր, այս պահին ինձ էլ չի ուրախացնում, եթե ես չեմ կարողանում գտնել հարցի պատասխանը ինչ նպատակներ ունեմ ես, ինչ ցանկություններ ունեմ ես, ապա ինչ անել դրա հետ։ Եվ եկեք սկսենք այս թեմայի քննարկումը առաջին հերթին բնականաբար նրանից, որ եթե նկատում եք նման խնդիր, նման ձևակերպում ձեր ներսում, պետքա լինելու բացառել դեպրեսիան։ Ուզում եմ այսօր մի քիչ խոսենք դեպրեսիայից, չնայած որ ես առանձին հաղորդաշար եմ պատրաստում բուն դեպրեսիային նվիրեմ, բայց եթե դուք նկատում եք ցանկությունների բացակայություն կամ նկատում եք, որ այն ինչ որ ձեզ ուրախացնում էր, էլ չի ուրախացնում, եթե դուք նկատում եք, որ բավականաչափ էներգիա չունեք, ունեք հոգնածություն, անում եք շատ բան զոռով, ձեզ տրամադրելով, ընդ որում սա նաև առաջի հերթին վերաբերում է առօրյա պարտադիր գործերին, հա, տանից դուրս գալ, գնալ աշխատանքի, շփվել ընկերների հետ, գնալ սպորտի, լոգանք ընդունել, հագնվել, ինչ որ սոցիալական շփումներ ու կապեր ունենալ։ Եթե այս ամեն ինչը ձեզ սկսել է դժվար տրվի, եթե դուք ունեք քնի խանգարում, եթե դուք ունեք ախորժակի խանգարում, եթե դուք նկատում եք, որ ձեր հետաքրքրությունների շրջանակը նեղացել է, եթե դուք նկատում եք, որ մի որոշ ժամանակ առաջ այս նույն առօրյայի մեջ դուք ունեիք էմոցիաներ, դուք ակտիվ էիք, իսկ հիմա ոչինչ չի փոխվել, բայց դուք ունեք էմոցիոնալ դատարկություն, էներգիայի բացակայություն կամ պակաս ու կրկնեմ, նկատում եք, որ անում եք ինչ-որ բաներ զոռով ու եթե այս ամեն ինչը տևում է 2 շաբաթից ավել, անպայման դիմեք մասնագետի։ Ինչ ասել է թե 2 շաբաթից ավել, այսինքն ոչ թե մի օր ունեմ լավ տրամադրություն, վաղը ունեմ վատ տրամադրություն, կամ օրվա մի մասը անցնում է վատ տրամադրության մեջ, կամ այս մի շաբաթը աշխատանքի չեմ ուզում գնամ ուղակի, բայց դրանից դուրս մնացած ամեն ինչը լավ է, այլ հենց ստաբիլ 2 շաբաթվա ընթացքում չկարգավորվող տրամադրություն։ Անպայման դիմեք մասնագետի բացառելու համար դեպրեսիան, որովհետև դեպրեսիան, ես ուզում եմ եւս մեկ անգամ նշել, որ կյանքի համար վտանգ սպառնացող հիվանդություն է։ Ինչքան արագ կզարգանան ախտանիշները, ինչքան արագ կձևավորվի, եթե խոսքը դեպրեսիայի մասին է, սուիցիդալ միտքը, անիմաստության զգացողությունը, դատարկության զգացողությունը ոչ ոք ասել չի կարող։ Դրա համար անհապաղ այն պահից սկսած, երբ սկսում եք կասկածել, անպայման դիմեք մասնագետի, թող բացառեն։ Ինչ վերաբերում է մասնագետին դիմելուն, ես ձեզ հավատացնում եմ, ոչ մի կոմպետենտ մասնագետ միանգամից հակադեպրեսանտներ ձեզ չի նշանակելու, եթե դրանց կարիքը չկա։ Հակադեպրեսանտներ նշանակվում են միջին ու միջինից դեպի ծանր աշճանի գնացող դեպրեսիայի պարագայում, սկսվող դեպրեսիայի, թույլ արտահայտված դեպրեսիայի պարագայում չի նշանակվում հակադեպրեսանտ, նշանակվում է թերապիա, թերապիայի մասին էլ հիմա կխոսենք, այսինքն այնպես չի, որ եթե ձեզ ախտորոշեցին դեպրեսիա, դա միանգամից նշանակում է, որ դուք ունեք դեղորայքի կարիք, բայց ամեն դեպքում, եթե մասնագետը ձեզ արդեն նշանակում է դեղորայք, բացատրում է ինչի համար է անհրաժեշտ դեղորայք, բացատրում է ինչ ախտանիշներ են իրան անհանգստացնում, ինչ աշճանի դեպրեսիայի մեջ եք դուք գտնվում, իսկ սա հստակ հնարավոր է որոշել համապատասխան տեստավորման ու անամնեզ հավաքելու միջոցով, ապա պետք չի հակադեպրեսանտներից խուսափել։ Հակադեպրեսանտները կախվածություն չեն առաջացնում
ու շատ կարևոր է, եթե արդեն կա կարիք հակադեպրեսանտի ու մասնագետը դա նկատում է, չխուսափել, որովհետև կրկնեմ, մենք չենք կարող դեպրեսիայի պարագայում ասել, ինչքան կտևի այդ միջագայքը, այն պահից, երբ դուք ուղակի անհավես եք, անվանենք դա այդպես, մինչև սուիցիդալ մտքի ձևավորում։ Ու եթե մասնագետը տեսնում է կարիք, ուրեմն պետքա չխանգարել ձեր սեփական բուժմանը։ Հակադեպրեսանտը միակ ֆունկցիան, որը որ կատարում է, ինքը օգնելու է ձեզ մտնել թերապևտիկ process-ի մեջ։ Մարդ, ով կորցրել է իմաստը, ով չունի ոչ մի բանի հավես, ով չունի ցանկություն անգամ տանից դուրս գալու, չունի ցանկություն շփվելու, չունի ցանկություն աշխատելու, հաստատ չի ունենալու ցանկություն թերապիայի գնալու։ Այդ թերապիայի շրջանակներում ինչ որ ծանր թեմաներ քննարկելու, թերապիան իրանից դեպրեսիայի պարագայում ներկայացնելու է միանշանակ ֆիզիկական ու էմոցիոնալ ակտիվացման ինչ որ ցուցումներ, դուք չեք ունենալու ցանկություն բնականաբար նաև ոչ ֆիզիկապես, ոչ էմոցիոնալ ակտիվանալու, ինչը ոչ մի կերպ չի նպաստելու ձեր լավացմանը։ Այսինքն հակադեպրեսանտը ոչ թե պետք է դեպրեսիան բուժելու համար, որովհետև ես հիմա կանադառնամ թերապևտիկ մասին դեպրեսիային վերաբերող։ Հակադեպրեսանտը պետք է որ դուք կարողանաք ու ի վիճակի լինեք զբաղվել ձեր թերապևտիկ process-ին, որը որ լինելու է բուժումը ձեր դեպրեսիայի։ Եթե խոսքը չի գնում էնդոգեն դեպրեսիայի մասին, այսինքն դեպրեսիա, որը առաջացել է ինչ-որ հիվանդությունների հետևանքով, եթե խոսքը չի գնում օրինակ երկբևեռ խանգարման մաս կազմող դեպրեսիայի մասին, եթե խոսքը չի գնում պսիխոտրավմայի հետևանքով առաջացած դեպրեսիայի մասին, պատճառը պետքա լինելու հասկանալ։ Դեպրեսիան միշտ ունի պատճառ։ Պատճառը հնարավոր է լինելու հասկանալ միայն հոգեթերապիայի միջոցով։ Գտնել պատճառը, ընդ որում եթե դուք չեք գտել դեռ պատճառը ձեր հոգեթերապևտիկ process-ի մեջ, ուրեմն անգամ եթե ձեզ զգում եք լավ, անգամ եթե դեղորայքը հանելու ժամանակն է, սա շատ կարևոր է նշել, որ դեղորայքը հանվելու է։ Դեղորայքը նշանակվում է ժամանակավոր, պարտադիր պիտի նշանակվի ժամանակավոր։ Եթե ծանր դեպրեսիայի կամ ինչ-որ բացառությունների մասին չի խոսքը գնում, բացարձակ կարիք չկա դեղորայքը մշտապես պահպանել, հենց դա ինքը պիտի հանվի։ Ու իմաստը կայանում է նրանում, որ դեղորայքը հանվում է այն ժամանակ, երբ ձեր թերապևտիկ process-ը արդեն սկսել է աշխատի, դուք գտել եք պատճառը, դուք աշխատում եք պատճառի ուղղությամբ, դուք արդեն գիտեք ինչ անեք ձեր դեպրեսիայի համախտանիշների հետ ու արդեն ձեզ դեղորայք պետք չի, դուք ինքնուրույն եք անցնելու ինքնակարգավորման։ Հակառակ պարագայում, եթե ուղղակի միայն հույսը դնել դեղորայքի վրա, դա ոչ մի բանի մասին է։ Այդ դեղորայքը հանվելու է, դեպրեսիայի պատճառները շարունակելու են աշխատել ձեր շուրջ ու ձեր ներսում, դեպրեսիան վերադառնալու է։ Սա շատ հաճախ հանդիպող խնդիր է, երբ մի որոշ ժամանակ հետո, իսկ հակադեպրեսանտը մոտ 3 շաբաթ հետո սկսում է արդեն աշխատի, մի ամիս հետո, 2 ամիս հետո արդեն ինքը ամբողջովին է աշխատելու, դուք ձեզ գալու եք լավ, դուք նկարագրելու եք, որ սենց լավ երբեք չեմ եղել, որովհետև պարզապես հակադեպրեսանտն է աշխատում, ու դուք ունենալու եք ցանկություն թերապիան թողնելու կամ անգամ չսկսելու, որովհետև դե մեկա լավ եմ արդեն։ Կրկնեմ, հակադեպրեսանտը հանվելու է։ Եթե չեք գտել ձեր թերապևտիկ process-ի մեջ, առհասարակ չեք մտել կամ մտել եք ու չեք գտել դեռ պատճառը ձեր դեպրեսիայի, հակադեպրեսանտը չաշխատող է։ Դա ուղղակի ժամանակավոր լուծում է գտնելու համար մշտական լուծումներ։ Ինչ վերաբերում է պատճառներին, շատ կարևոր է լինելու թերապևտիկ process-ի մեջ փորձել հասկանալ ինչն է հանդիսացել պատճառ դեպրեսիայի առաջացման։ Թե դեպրեսիան, թե տագնապային խանգարումը երբեք չեն առաջանում ուղղակի։ Կրկնեմ, եթե խոսքը չի գնում էնդոգեն process-ների մասին։ Պատճառը հասկանալը կարևոր է բնականաբար լուծման process-ի մեջ մտնելու համար ու նաև կանխելու համար։ Շատ կարևոր է հասկանալ, որ եթե դուք ինչ-ինչ իրավիճակներում հայտնվել եք դեպրեսիայի մեջ, այդ նույն իրավիճակները կանխել կրկին չվերադառնալու համար այն հոգեվիճակի մեջ, որը որ ձեր մոտ ինչ-ինչ պատճառներով սկսվել է։ Ես անպայման ուզում եմ նշել, որ դեպրեսիա կարող են ունենալ բոլորը, ես էլ կարող եմ վաղը ունենալ դեպրեսիա, դա ոչ մի բանից կախված չի։ Գուցե կախված է նրանից, որ ինչ որ process-ներ, որոնք սկսել են գնալ ոչ այնպես, ինչպես պիտի գնային, մենք տևական ժամանակ չենք նկատել, դրա մասին կխոսենք, բայց ուզում եմ ասեմ, ոչ մեկ դրանից ապահովագրված չի։ Ու ձեր մասին ոչ մի յուրահատուկ բարդ ու վատ բան չի խոսում են, որ գուցե դուք այս պահին գտնվում եք դեպրեսիայի մեջ։ Դեպրեսիայից բացի պետք է լինելու նաև այստեղ տարբերակել burnout-ը, նույն ինքը հուզական այրումը։
Burnout-ը դեպրեսիայից շատ հստակ տարբերվում է նրանով, որ ինքը ամենայն հավանականությամբ վերաբերելու է ձեր կյանքի ինչ-որ մի փուլի կամ մի հատվածի, այսինքն աշխատանքային process-ին կամ ընտանեկան process-ին կամ ուսման process-ին, հա, այսինքն էլ ես չեմ դիմանում, ես հոգնում եմ, ինձ անհետաքրքիր է, ես չեմ կարողանում տրամադրվեմ կարդամ քննություն հանձնելու համար, ես չեմ կարողանում էֆեկտիվ լինեմ աշխատավայրում ու ամենագլխավոր տարբերումը լինելու է այն դեպրեսիայից, որ burnout-ը հանգստանալով անցնում է դեպրեսիան չի անցնելու։ Գնալ 2 շաբաթ արձակուրդ ու վերադառնալ դեպրեսիայի հարցը չի լուծվելու, բայց burnout-ի հարցը կարող է լուծվել։ Կամ փոխելով ձեր օրվա կառուցվածքը, հա, առօրյան, փոխելով ծանրաբեռնվածությունը գուցե, դուրս գալով այն տևական ստրեսից, որի մեջ գուցե դուք գտնվում եք։ Դրանով միանշանակ հնարավոր է լինելու վերադառնալ ձեր նորմային, հա, այսինքն չհոգնած վիճակին, էմոցիոնալ դատարկության բացակայությանը, burnout-ի մեջ դուք չեք ունենալու ախորժակի խնդիր, չեք ունենալու քնի խնդիր, ինքը ավելի զգացվելու է որպես գերհոգնածություն ինչ որ կոնկրետ process-ի հետ կապված։ Ու սա հստակ կարելի է տարբերակել դեպրեսիայից։ Ինչպես նաև քրոնիկ ստրեսը։ Եթե դուք նկատում եք, որ դուք ու դա ունի բացատրություն, վերջի շրջանում եղել եք ինչ-որ ստրեսային իրավիճակում, ինչ-որ կյանքի հանգամանքներ ու դեպքեր են կուտակվել, ինչ-որ իրավիճակ է տեղի ունեցել, որը բաժանել է ձեր նորմալ առօրյան այսօրվա առօրյայից, բնականաբար դա նույնպես կարող է հանդիսանալ պատճառ նրա, որ դուք հիմա գտնվում եք էմոցիոնալ դատարկության մեջ, չունեք ցանկություններ, չունեք էներգիա, բայց հետևաբար դա կապված է այդ իրավիճակի հետ ու որոշ ժամանակ հետո կամ պիտի կարգավորվի կամ իրավիճակը դադարեցնելով կամ դուրս գալով իրավիճակից, նույնպես պետքա դուք զգաք, որ ինքնակարգավորվել եք։ Կրկնեմ, եթե 2 շաբաթ շարունակ այս ամեն ինչը փորձել փոխելով, դուք զգում եք, որ չի լավանում, դիմեք մասնագետի։ Բայց ամեն դեպքում այն թեման, որը որ ես նշեցի, դեպրեսիայի, burnout-ի, ստրեսի հետ ավելի հազվադեպ է լինելու կապված, քան ինքը ավելի կապված է նրա հետ, որ մենք շատերս իրոք չենք հասկանում ինչ ենք ուզում։ Ու այստեղ ես կուզենայի խոսել անձնային ճգնաժամերի մասին ու հասկանալ առհասարակ երբ այդ ճգնաժամը հայտնվում մեր կյանքում ու արդյոք հնարավոր է իրենից խուսափել։ Ես կարծում եմ, որ ինչ-որ իդեալական աշխարհում, որտեղ մարդիկ ունեն իդեալական ռեֆլեքսիա ու իդեալական կոնտակտ իրենց հետ, այո, միգուցե հնարավոր է, այսինքն երբ կարող են տալ իրենց ճիշտ հարցեր, տալ անկեղծ պատասխաններ, առերեսվել իրենց բոլոր խնդիրների ու սահմանափակումների հետ, այո, գուցե հնարավոր է խուսափել, բայց հիմնականում ոնց էլ չլինի, բոլորս մեր կյանքի ընթացքում մեկ կամ մի քանի անգամ ճգնաժամին առերեսվում ենք։ Ու ինչի մասին է ճգնաժամը, երբ նախկին սցենարները էլ չեն աշխատում, էլ չեն ուրախացնում, նախկին պատկերացումները կյանքի մասին էլ չեն աշխատում, նախկին ցանկությունները էլ ոչ մի էմոցիա այս պահին չեն առաջացնում, իսկ նորը դեռ չկա։ Ու դրա հետևանքով մարդ հայտնվում է ինչ-որ դատարկության կամ վակուումի մեջ, որտեղ ինքը չգիտի ինչից բռնվի, այն ամեն ինչից ինքը նախկինում էր բռնվում ու ինչ-որ էմոցիա էր դրանից ստանում, այս պահին էլ էմոցիա չի տալիս, նորը չի գտնում։ Ինչի հետևանքով մնում է այն հարցի շուրջ ու այն հարցի մեջ ես չգիտեմ ինչ եմ ուզում։ Ու այստեղ գիտեք շատ կարևոր է յուրաքանչյուրս իրեն հարցնի ինքը առհասարակ մինչև այս պահը իմացել է ինքը ինչ է ուզում։ Որովհետև շատերը, ովքեր հիմա գուցե այդ հարցի մեջ են ու այդ հարցի հետ կապված խնդիր ունեն, այդ հարցը իրենց տալիս են կյանքում առաջի անգամ։ Ու մինչև այս փուլի մեջ մտնել է իրենց կյանքի, ուղղակի ապրել են ինչ-որ կյանքի հերթականություն, հա, դե պետքա գնալ դպրոց, դպրոցը պիտի ավարտի, պետքա գնալ համալսարան, այդ համալսարանն էլ ինչ մասնագիտություն եմ ընտրել, շատ մեծ հարցային ուզելով եմ ընտրել, թե ում ուզելով եմ ընտրել, հետո դրանից հետո դե պետքա աշխատել, դե պետքա ընտանիք կազմել, դե պետքա ճամփորդել, որտեղ բոլորն են ճամփորդում, տուն է պետք, մեքենա է պետք ու ինչ-որ տենց տարբեր բաներ, որը որ երբեք ես իրականում ինձ չեմ հարցրել ինձ պետքա, թե չէ։ Ես ուղղակի գիտեմ, ու մենք բոլորս իրականում գիտենք, որովհետև հիմա եթե սենյակում 30 հոգով նստած լինեինք, 30-ս էլ նույն բանն էինք ասելու, որ հա ինչ որ ստացված կյանքը, ընդհանրացված, հա, ունի այդ տեսքը։ Հետևաբար ես ուղղակի գիտեմ, որ այդ այն է, ինչին պետքա ձգտել։ Ու տես ձգտում եմ, ինչ որ տենց գալչկաները դնում եմ, գալիս եմ հասնում են կետին, որտեղ որ այդ թվացյալ գալչկաները հիմնականը դրել եմ ու նոր հարցնում եմ ինձ, իսկ ես ինչ եմ ուզում։
Ու եթե դուք առաջին անգամ եք անկեղծորեն առերեսվում այս հարցին, հա, սկզբում լինելու է դժվար սովորել այդ հարցին տալ պատասխան։ Շատ շատերը այս հարցի հետ ունեն խնդիր, որովհետև երբեք իրենց ցանկությունները չեն եղել լսված, չեն եղել կարևոր, ու առհասարակ իրենք չեն ունեցել փորձառություն բարձրաձայնելու ու մտածելու անգամ են նրա շուրջ, որ կարող է իմ ուզածը կարևոր է, կամ կարող է արժի հարցականի տակ դնել, ես այսինչ բան ուզում եմ, թե չեմ ուզում։ Սա կարող է լինել մանկական պատմություն, երբ փոքր տարիքում, կամ ձեզ անգամ չեն հարցրել ինչ ես ուզում, կամ հարցրել են ու արել են միշտ հակառակը, ու սենց պատմություններ էլ կան, կամ դուք իմացել եք առհասարակ, որ բացարձակ իմաստ չկա բարձրաձայնել, որովհետև ուզում եմ, չեմ ուզում, համաձայն եմ, համաձայն չեմ, ինձնից ոչինչ կախված չի։ Կամ միևնույնն է իմ ուզածով չի լինելու։ Ես անընդհատ առերեսվել եմ նրա հետ իմ փոքր տարիքում, որ իմ ուզածով ոչ մի բան չի լինում։ Ու բնականաբար տարիքի հետ այդ միտքը առհասարակ անջատվում է, այդ ֆունկցիան ուղեղի, մտքի, գուցե նաև հոգու անջատվում է հարցնելու ունակությունը ինքդ քեզ պարբերաբար ինչ եմ ես ուզում։ Ու եթե դուք գտնում եք ձեզ այս իմ նկարագրի մեջ, շատ արժի գտնել այն կետը, որտեղ դուք անջատել եք այդ ֆունկցիան ու իրան հետ միացնել ու սկսել հարցնել։ Ամենայն հավանականությամբ սկզբում հեշտ չի լինելու այդ հարցի պատասխանը տալ, որովհետև մեծամասամբ այստեղ պատասխանը լինելու է չգիտեմ։ Ու իրականում ամենայն հավանականությամբ հա չգիտեք, որովհետև նոր եք սկսում դա ձեր մեջ աշխատացնել։ Ես միշտ ասում եմ, որ մենք սկսում ենք եսը, սկսվում է մարմնից։ Հետո դրանից հետո նոր գալիս է միտքը, հոգին, վարքը, էական չի հա, այստեղ արդեն ոնց ենք բաժանում, բայց առավել եւս եթե խոսքը գնում է զգալու մասին, զգալը սկսվում է մարմնից։ Մարմինն է զգում ցուրտն ու տաքը, մարմինն է տեսնում, մարմինն է լսում, մարմինն է զգայարանները աշխատացնում, մարմինն է զգում կոմֆորտն ու դիսկոմֆորտը, մարմինն է այդ ազդակները փոխանցում, որ ինչ որ մի բան հիմա արտաքին միջավայրում, ներքին միջավայրում նույնպես այն չի։ Ու եթե չկա կարգավորած հարաբերություններ մարմնի այդ ֆունկցիայի հետ, ապա բնականաբար չի լինելու նաև կարգավորած process ուզումեմների հետ։ Մարդկանց մեծ մասը, ովքեր հիմա ինձ լսում են ու գտնում են իրենց խնդրի մեջ, որ ես չգիտեմ ես ինչ եմ ուզում, ինձ հիմա իմ հետ կհամաձայնվեն, որ իրանք գլխից ներքև չեն զգում։ Իրանք ապրում են գլխի ներսում, իսկ ինչա գլխից ներքև կատարվում մարմնի հետ, առանձնապես էական չի։ Մեծ մասը նկատելու է, որ անգամ չի էլ զգում սովածը, թե սոված չի։ Եթե զգում է, որ սովածը չի զգում ինչա ուզում ուտել, այսինքն այդ հարցի պատասխանը ինչ եմ ես հիմա ուզում ուտել, իրանից ներկայացնում է շատ մեծ բարդություն, որովհետև կան շատ մարդիկ, ովքեր շատ երկար մտածում են դրա շուրջ։ Կամ մեկը, առհասարակ մեկը։ Մեծ մասը կնկատի, որ օրինակ երբ ինքը անհարմար նստած է, ինքը նկատում է, որ ինքը այս վերջի 5 ժամը անհարմար նստած էր, այն ժամանակ, երբ որ արդեն վերջնական ոտքը բռնվում է, մեջքը ցավում է, գլուխը ցավում է, ու միայն այդ ժամանակ է նկատում, որ հա փաստորեն դիրքը պետք էր փոխել։ Մեծ մասը չի նկատում, որ կրում է անհարմար հագուստ, անհարմար կոշիկ, քնում է անհարմար անկողնու մեջ։ Այս ամեն ինչը միացնում է ձեր ուզում եմ, չուզում եմ ու զգալու ունակությունը։ Այսինքն, եթե դուք հիմա այս նկարագրի մեջ ձեզ գտակ ու համարում եք, որ դուք չգիտեք ու չեք կարող տալ հարցի պատասխանը ինչ եմ ես ուզում, սկսեք պրիմիտիվ հարցերից։ Ինչ եմ ես հիմա ուզում ուտել։ Հարմար եմ նստած, թե հարմար նստած չեմ։ Շոքում եմ, թե չեմ շոքում։ Ծարավ եմ, թե ծարավ չեմ։ Հոգնած եմ, թե հոգնած չեմ։ Ինչ որ պատասխաններ սկսելու են գան ու սկսեք այդ կետից։ Ընդհանրապես շատ լավ սովորություն է դարձնել օրվա պարտադիր մաս, օրվա մեջ պարբերաբար ինքներդ ձեզ հարցնել ինչ եմ ես հիմա ուզում։ Անկամ եթե պատասխանը չգիտեմն է, ու սկզբնական շրջանում ամենայն հավանականությամբ հիմնականում լինելու է չգիտեմը, ես դες հավատացնում եմ ժամանակի ընթացքում ինչ որ պատասխաններ սկսելու են գան։ Դե երևի ուզում եմ դուրս գալ քայլել, դե օրինակ կուզենայի հիմա գնալ տուն ես վատ աշխատանքի տեղում չգտնվել, դե օրինակ հիմա կուզենայի գնայի շփվեի այսինչ մարդու հետ։ Այս ամեն ինչը ուզում եմ հարցի պատասխանն է, որից գումարային կազմվելու է ընդհանուր զգացողությունը ու ընդհանուր կոնտակտը առհասարակ նրա հետ, որ ես սովոր եմ նկատել ինչ եմ ես ուզում, ինչ չեմ ուզում։
Մյուս խնդիրը, որ այստեղ կարող ենք ունենալ, գիտեք, ես կարծում եմ, որ եթե խորքային բոլորս ինքներս մեր հետ անկեղծ լինենք, ինձ թվում է մեր մեծ մասը ունի հարցի պատասխանը, ինչ եմ ես ուզում։ Այլ բան է, որ այդ պատասխանը կարող է շատ վախեցնել։ Կարող է թվալ անհնար, կարող է թվալ շատ մեծ, անիրականանալի։ Կամ մենք կարող ենք հստակ հասկանալ, ինչ գին է պետք վճարել այդ ուզում եմի հետևից գնալու համար։ Դրա համար շատ ավելի հեշտ է արժեզրկել կամ ձևակերպել որպես չգիտեմ ինչ եմ ուզում։ Շատ ավելի հեշտ է փախնել այդ հարցի պատասխանից։ Ու բնականաբար, եթե դուք ապրում եք ոչ ձեր կյանքով, ոչ ձեր ընտրությունների մեջ, ինչ որ իրականության մեջ, որ ավելի փախուստի է նման, քան թե իրական կյանքի կոնկրետ ձեր համար։ Իհարկե այնտեղ լինելու է եւ էմոցիոնալ դատարկություն, եւ իմաստների բացակայություն, եւ զգացողություն, որ ես չգիտեմ ինչ եմ ուզում։ Իրականում շատ լավ հարց է, որ կարող եք ձեզ տալ, եթե ես կարողանայի վաղը արթնանալ կյանքի մեջ, որի սցենարը ես գրել եմ ամբողջովին եւ ինքնուրույն։ Այսինքն չկան եթեներ, չկա պատասխան, որ դե տենց չի լինի, չկա պատասխան, որ այդ իրատեսական չի, չկա պատասխան, որ այդ իմ համար չի, չկա պատասխան, իսկ ինչ կասեն ուրիշները, իսկ ում ես դրանով կնեղացնեմ, իսկ ով դրա հետ համաձայն չի լինի, իսկ ով ինձ կհրաժարվի, եթե ես գնամ այն կյանքի մեջ, որի մեջ որ ես եմ ուզում գնամ։ Արդյոք այդ ամեն ինչը եթե պատկերացնեք, ինչ որ պատասխան չի գալիս։ Անկամ եթե ինքը ձեզ թվում է հիմա հեքիաթային, ոչ իրատեսական, ոչ իրական, գուցեև այդ դրա մեջ է լինելու ձեր հարցի պատասխանը։ Հաջորդ բանը, որ ես կուզենայի նշել այս հարցի շրջանակում, դա այն է, գիտեք, մենք շատ հաճախ ունենում ենք ոչ իրատեսական պատկերացումներ մեր էմոցիաներից։ Ես նկատում եմ, որ շատերը, ովքեր ձևակերպում են խնդիրը ես չգիտեմ ինչ եմ ուզում, կամ ինձ ոչինչ չի ուրախացնում, կամ ինձ ոչինչ չի բավարարում, ես արժեզրկում եմ ամեն ինչ, ունեն անիրատեսական պատկերացում նրա մասին, որ կարծես կյանքում փնտրեն անverջ զվարճություն, անverջ ուրախություն, ռեսուրս, դրական էմոցիաներ ու անեն հնարավորինս ամեն ինչ խուսափելու համար բարդ էմոցիաներից, տխրությունից, բացասական հույզերից, ինչը կյանքի անբաժան մաս է կազմում, որից խուսափել չի լինի։ Ու ամեն անգամ, երբ դուք առնչվում եք կամ հայտնվում եք ինչ-որ բացասական էմոցիաների մեջ, ձեր մեջ առաջանում է զգացողություն, որ իմ կյանքի հետ ինչ-որ մի բանը այն չի, ինչի է իմ կյանքում այսքան քիչ ուրախությունը։ Եթե մենք փորձենք իրատեսորեն նայենք կյանքին, միջին վիճակագրական կյանքը, եթե չվերցնենք ինչ-որ յուրահատուկ բացառություններ, ինքը միջին գույների մասին է, որտեղ կա եւ ուրախություն, եւ տխրություն։ Ասեմ ավելին, ձեր կյանքի ինչ-որ նոր էտապին անցնելը, եթե առավել ևս մենք խոսում ենք անձնային կրիզիսների մասին, հաստատ չի ստացվելու առանց բացասական էմոցիաների մեջ մտնելու։ Ու այդ անիրատեսական պատկերացումները, որ երջանիկ է այն կյանքը, որտեղ բոլորը սիրում են իրենց աշխատանքը, բոլորը երջանիկ են իրենց հարաբերություններում, 24/7 կա ռեսուրս ու բավարարվածություն, ես զարթնում եմ ամեն առավոտ ու շնորհակալ եմ աշխարհին, ինչքան ինքը ինձ սիրում է, ինչքան իդեալական է իմ մոտ ամեն ինչ, շատ նպաստում է նրան, որ դուք արժեզրկեք ձեզ ու ձեր ունեցածն ու ձեր կյանքը ամեն այն փուլի մեջ, որտեղ ամեն ինչ այդքան էլ իդեալական ու բարի, ուրախ էմոցիաների մասին չի։ Խուսափելով բացասական էմոցիաներից, անջատելով բացասական էմոցիա զգալու հմտությունը, որովհետև շատեր այնքան են խուսափում տխրությունից, որ իրենք իրենց հետ անում են ամեն ինչ, որ այդ տխրությունը չզգան։ Դուք վաղ թե ուշ անջատելու եք նաև դրական էմոցիաներ զգալու ունակությունը, որովհետև այդ ցավոք ընտրովի չի, ինչ որ ընտրովի կետում չի գտնվում, կանջատեմ տխրությունը, կանջատեմ հիասթափությունը, բայց այն էֆորիան ուրախությունը, այդ ամեն ինչը կմնա, այդ ցավոք տենց չի աշխատում։ Եթե դուք անջատում եք էմոցիաները կամ սկսում եք խուսափեք էմոցիաներից, դուք խուսափում եք բոլոր էմոցիաներից։ Ու բնականաբար ինչ որ մի պահ գալու է, որտեղ դուք հայտնվելու եք էմոցիոնալ վակուումի մեջ, որտեղ գուցե ստացվել է նենց անել, որ չեք զգում ուժեղ տխրություն, չնայած դա էլ արժի հարցնել ոնց եք տենց դասավորել ձեր կյանքը, որովհետև էմոցիաները անջատել ու առավելևս բացասական էմոցիաները անջատել հնարավոր է միայն այն ժամանակ, երբ որ դուք խուսափում եք կյանքից առհասարակ։ Բայց անգամ եթե ստացվել է անջատել բացասական էմոցիաները, հաստատ իրանց հետ զուգահեռ նաև ստացվել է անջատել կամ թուլացնել դրական էմոցիաներ զգալու հմտությունը։ Ու իհարկե լինելու է դատարկության զգացողություն։
Ինչ կայանում է նրան կյանքից խուսափելու կոնցեպտին, մարդ իրեն ողջ ազգում այնքան ժամանակ, քանի ինքը զգում է էմոցիաներ։ Այս կհասկանան այն բոլոր մարդիկ, ովքեր ասում են ես հասկանում եմ, որ իմ կյանքում ամեն ինչ լավ է։ Ես հասկանում եմ, որ ես ապրում եմ իմ ժամանակին երազած կյանքով, կողքից ով նայ կասի ինչ որ իդեալական կյանք է, բայց ես ինձ երջանիկ չեմ զգում։ Հնարավոր է զգալ, հասկանալ թեկուզ, ամբողջովին լինել ձեր կյանքի ներսում միայն այն ժամանակ, երբ դուք զգում եք այդ կյանքը։ Առանց էմոցիաների, ինչքան դուք ուզում եք կոգնիցիայի մեջ ապրեք, ինչքան ուզում եք կայացրեք ճիշտ հավասարակշռված ռացիոնալ որոշումներ, միևնույն է դատարկության զգացողությունը լինելու է։ Խուսափելով կյանքի փոփոխություններից, խուսափելով սոցիալիզացիայից, խուսափելով հարաբերություններից, խուսափելով ռիսկի գնալուց, դուք խուսափում եք կյանքից առհասարակ, որովհետև կյանքը հենց այդ փոփոխությունների մեջ է։ Խուսափելով կյանքից, բնականաբար որպես հետևանք, դուք նաև խուսափում եք այն էմոցիաներից, որը որ ձեր կյանք պիտի բերեր այդ փոփոխությունն ու շարժը։ Ստագնացիայի մեջ, նույնության մեջ։ Վաղ թե ուշ առաջանալու է դատարկության զգացողություն։ Անկամ եթե ձեզ 4 տարի ուրախացնում էր ինչ-որ բան, 5-րդ տարում իրոք շատ հավանական է, որ սկսելու է չուրախացնի։ Մարդիկ անում ամեն տարի է փոփոխություն պետք, մարդիկ կանում 10-15 տարին մեկ է փոփոխություն պետք, բայց միևնույն է փոփոխություն պետք է բոլորին։ Ու եթե դուք խուսափելու եք ձեր կյանքի փոփոխություններից, բնականաբար նաև լինելու է դատարկության զգացողություն։ Ընդհանրացնելով մեր խոսակցությունը, ես կուզեմ նաև ուշադրություն դարձնենք նրա վրա, որ գուցե միշտ չի, որ պետքա փնտրել էմոցիաներ, այլ գուցե պետքա փնտրել իմաստ։ Որովհետև մենք շատ հաճախ նաև ունենում ենք անիրատեսական սպասելիքներ այդ ուրախությունն ու երջանկությունը ինչ է։ Ու այստեղ ամեն մեկ ունենալու է իր նկարագիրը, ոմանց համար երջանկությունը հանգստության մեջ է, ոմանց համար երջանկությունը հենց այդ ուրախության էйֆորիաների մեջ է, ոմանց համար երջանկությունը իմաստի մեջ է, երբ իրանք գտել են ինչ-որ մեծ իմաստ, որի հետևից գնում են, ընդ որում մեծ իմաստ ասելով ես բացարձակ ի նկատի չունեմ ամբողջ աշխարհը փրկելու ցանկություն։ Դա կարող է լինի ձեր ցանկությունը 3 տարուց տեղափոխվել կամ 1 ամսից տեղափոխվել, աշխատանք փոխել, չգիտեմ, կառուցել առողջ հարաբերություններ, անձամբ ձեր իմաստը, անձամբ ձեզ օգնող ու ձեզ ոգեշնչող, մոտիվացիա տվող, ոչ թե էմոցիա, այլ մոտիվացիա տվող միտք։ Ու ես կարծում եմ, որ սա աշխատանք է, որը որ մենք պիտի կատարենք միշտ։ Ես կարծում եմ, որ միտքն ու հոգին միշտ պիտի աշխատեն սրա ուղղությամբ, որովհետև այն պատասխանը, որը որ իմաստի շուրջ դուք կտաք ձեր համար 20 տարեկանում, շատ ցանկալի է, որ 35-ում լինի վերանայված։ Այսինքն, եթե դուք փորձում եք ձեր 35-ում շարունակել ապրել այն իմաստների շուրջ, որոնք որ դուք 20-ում եք ունեցել, ամենայն հավանականությամբ ինչ որ անիմաստության զգացողություն լինելու է, որովհետև այդ հարցի պատասխանը պետքա լինելու փնտրել գուցե միշտ։ Ինչ եմ ես ուզում իմ կյանքից հիմա այս պահին, ինչի շուրջ եմ ես ապրում հիմա այս պահին, ու ինչ իմաստներ են իմ համար էական։ Ու կրկնեմ, ստեղ պատասխանները նախ շատ ցանկալի է, որ լինեն ձերը ոչ թե ուրիշներից վերցված, բացի դրանից շատ ցանկալի է ձևավորել տոլերանտություն այն մտքի նկատմամբ, որ անընդհատ է պետք լինելու այդ հարցը փնտրել։ Եթե զգում եք, որ ինչ-որ մի որոշ ժամանակ աշխատում էր, նախկին գտածը, իսկ հիմա չի աշխատում, այդ նորմալ է, պետք է շարունակել փնտրել։ Ինչպես նաև այդ հարցի պատասխանն ու այդ փնտրտուքը երբեք չի կարող իրանից ենթադրել գործողության բացակայություն։ Այսինքն նստել բազկաթոռին ու ակնկալել, որ մի օր դուք կզարթնեք ու կունենաք այդ հարցի պատասխանը, ինչ եմ ես ուզում հարցի պատասխանը, ինձ թվում է անիրատեսական է։ Հարցի պատասխանը հնարավոր է գտնել միայն փորձելով ու միայն գործողությունների մեջ։ Ինչ ես չեմ ուզումը արդեն նախ իրականում կետա, որից կարելի է շարժվել, որովհետև շատերը ունեն ամեն դեպքում ձևակերպում, ինչ ես չեմ ուզում, բայց ինչ եմ ուզում դեռ չգիտեմ։ Բացառման մեթոդը արդեն ինչ որ ձևակերպում տալիս է։ Ինչպես նաև կյանքի փորձը, որովհետև եթե դուք չեք փորձում ձեզ տարբեր ասպարեզներում, տարբեր մոտեցումներում, տարբեր մարդկանց հետ շփման մեջ,
Գուցե տարբեր մասնագիտություններում, տարբեր աշխատատեղերում դուք չեք կարող ձեզ ճանաչել ու իմանալ ինչ է ինձ դուր գալիս, ինչ դուր չի գալիս, ինչ որ վակուումային կյանքում կամ կյանքում առանց փոփոխությունների, որովհետև ամեն դեպքում այն ընտրությունները, որոնք որ դուք ունեցել եք մինչև այս պահը, ձեզ բերել հասցրել են այն հարցին, որ ես փաստորեն չգիտեմ ինչ եմ ուզում։ Ուրեմն երևի պետքա սկսել անել ինչ-որ նոր գործողություններ, ունենալու համար նոր պատասխաններ։ Ու ինչքան դուք խուսափեք այդ գործողություններից, այնքան այդ հարցի պատասխանը չի գալու։ Իրականում կարելի է հայտնվել բաց ծովում, լողալ ու այդ լողալու ընթացքում հասկանալ, որ ես փաստորեն չեմ խեղդվում, եթե շարժվում եմ։ Որովհետև քանի դեռ դուք ապրում եք վակուումում, եթե ձեր առջև կանգնած չի հայլի սոցիալական հարաբերությունների տեսքով, ձեր հաջողությունների ու անհաջողությունների տեսքով աշխատանքում, ձեր հարազատների հարաբերությունների կառուցվածքի տեսքով դուք չեք կարող ձեզ ճանաչել։ Շատ հեշտ է նստել տանը, ճակերտավոր, հա, ոչ միտեղ չգնալ, ոչ մեկի հետ չշփվել ու այդ վակուումի մեջ համարել, որ ես ամենախելացին եմ, ամենասիրունն եմ, ամենահաջողակն եմ։ Այս պատկերացումները շատ շուտ սկսում են փոխվել, երբ դուք սկսում եք հարաբերվել ու մտնել իրական կյանքի մեջ։ Այդ իրական կյանքը սկսում է ձեզ բավականին իրատեսական ձևով ցույց տալ իրոք ով եք դուք, ձեր արժեքները, ձեր հաջողությունները, ձեր անհաջողությունները, թույլ ու ուժեղ կողմերը, ինչի հիման վրա էլ, այս ինքնաճանաչման հիման վրա, որը որ ելնում է ոչ միայն ձեր ներսը ճանաչելուց, այլ նաև փորձելով հասկանալ դրսում ես ով եմ ու ոնց եմ կարողանում ինքնադրսևորվել։ Այս ամենի հիման վրա կառուցվում է հարցի պատասխանը, ինչ եմ ես ուզում, ինչա ինձ դուր գալիս, ինչ ինձ դուր չի գալիս։ Եթե դուք երբեք չեք փորձել լինել հարաբերություններում, դուք չեք կարող իմանալ ձեզ ինչ է այդ հարաբերություններում դուր գալիս։ Դուք կարող եք ունենալ մոտավոր պատկերացում, բնականաբար, հա, ինչ որ վերցված ուրիշների փորձառությունից, վերցված գրքերից, ֆիլմերից, պոդքասթներից եւ այլն, բայց դա ձեր մտքերը չեն։ Ամենակիչը դրանք պետք է լինելու իրական կյանքում ստուգել։ Քանի դուք երբեք չեք ունեցել աշխատանքային փորձ, դուք կարող եք ի սրտե վստահ լինել, որ դուք շատ հոյակա, պրոդուկտիվ աշխատակից եք։ Այնքան ժամանակ, քանի դուք չեք ունենում օրինակ աշխատանքի տեղում առաջի խնդիրն ու առաջի կրիզիսը, որտեղ հասկանում եք, որ փաստորեն գուցե ես այդքան էլ ստրեսակայուն չեմ ու դա խանգարում է այն պրոդուկտիվությանը։ Հետևաբար, գուցե ես ուզում եմ աշխատանք, որտեղ ստրեսը հնարավորինս քիչ է, որովհետև ես չեմ կարող դիմակայել այն աշխատանքային process-ի մեջ, որտեղ ստրեսը շատ է, կամ ես որոշում եմ կայացնում իմ ստրեսակայունության վրա աշխատել։ Ու նման որոշումներից ու նման պատկերացումներից է սկսում կառուցվել ձեր պատկերացումը հարցի մասին, ինչ եմ ես ուզում։ Այսօրվա համար այսքանը։ Կարող եք կոմենտներում կիսվել ձեր պատմություններով, մտքերով, ձեր հարցերով, որոնք որ դուք տալիս եք ինքներդ ձեզ այս հարցի պատասխանը գտնելու համար։ Կհանդիպենք unboxing-ի հաջորդ հաղորդաշարի շրջանակներում։ Այսօրվա համար այսքանը։ Bye.